Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցել եմ Երևանի ավականու անդամ խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան մեր հավերնությունը, որ երկար ժամանակ չենք հանդիպել, բայց հիմա այնպիսի բաներ են Հայաստանում կատարվում, որ դժվար է Երևանի քաղաքապետարանից խոսել։ Չնայած առանձնացված մաս կա, որովհետև կարծեք թե տարվա քրեական գործերի պլանը Երևանի քաղաքապետարանն է ապահովում քննչականի համար, իր այլ կառույցների համար։ Հիմա տեսեք, մի քանի շաբաթ է Նիկոլ Փաշինյանը իր բնական վիճակում է հայտնվել, այսինքն հրապարակային հայհոյանքներ, մարդկանց, հոգևորականների անձնական նեղ ինտիմ դաշտ մտնել, չգիտեմ որքանով ճիշտ սուտ տեղեկությունների տարածում, որին մասնակցում է նաև իր կինը, հիմա արդեն հայազգի գործարար Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ, հայտարարություններ, որքան էլ որ տարբեր լինեն մարդկանց մոտեցումները Սամվել Կարապետյանին, քաղաքական ընկալման իմաստով, քաղաքական ընտրության իմաստով, ինձ համար օրինակ այդ մարդու վարքագիծը անհասկանալի էր, երբ ինքը 2021 թվականից հետո հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ասենք այդտեղ հանդիպելու բան չկար, բայց այնուամենայնիվ մարդը մեծ վաստակ ունի Հայաստանում, ընդ որում երբեք իր գումարները չի աշխատել այստեղ եւ մշտապես ծախսել է Հայաստանում ու Արցախում։ Ինչ է կատարվում, այսինքն ոմանք ասում են Նիկոլ Փաշինյանը հոգեկան շեղումների մեջ է, ոմանք ասում են նախընտրական քարոզարշավ է իր համար արդեն սկսված է, ձեզ համար որտեղ է բացատրությունը իր վարքագծի։ Ըստ իս Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հաշվարկներով է առաջնորդվում, ցավում եմ, որ պետական ուրեմն քաղաքականությունը որոշող մարդը կամ եւ նաեւ երկրի փաստացի ղեկավարը դե ֆակտո առաջի դեմքը, դե յուրը մի քիչ այլ կերպ է, բայց դե ֆակտո առաջի դեմքը քաղաքական գործունեությունը իրականացնում է նման ոճով շատ գլխավորապես հիմք ընդունելով ինչ-որ պոպուլիստական այնպիսի, այսենք հնչեղ ձևերով, որը որ ըստ իս կապ չունի պետականամետության հետ, բայց կարող է ռեյտինգ ապահովել, կարող է ստեղծել օրակարգ, որը որ կծածկի այն բոլոր սխալները, այն բոլոր աղմուկները կամ հարցերը, որոնք որ կա հենց իշխող ուժի նկատմամբ եւ դրանով այդ ամեն ինչով շեղել մարդկանց ուշադրությունը այն սխալներից, այն բաց թողումներից, որոնք շատ են, որոնք արդեն մոռացվում են շնորհիվ նման քաղաքականության։ Այսինքն եթե իմ կարծիքն է, որ պետական գործչի տեսակետից դա վատ քայլեր են ըստ իս եւ չեն օգնում մեր պետության կայացմանը, զարգացմանը, առավել եւս աշխարհում մեր պետության նկատմամբ հարգալից եւ հարգանքով վերաբերվելուն, բայց միևնույն ժամանակ ինչ որ քաղաքական նեղ դիվիդենդներ են ապահովում, որը ըստ իս անընդունելի է պետական գործչի համար։ Սա ուր է տանում ես, որովհետեւ Փաշինյանի նման վարքագիծը նոր ագրեսիա է առաջացնում, ես ինչու եմ սա ասում, մենք բավական հաճախ գրեթե ամենօրյա ռեժիմով փողոցային հարցումներ ենք իրականացնում եւ կարող եմ ասել, որ քաղաքացիները վերադարձել են իշխանությունների նկատմամբ հայհոյանքով խոսելու այդ լեքսիկոնին, որը կար պատերազմից անմիջապես հետո։ Այսինքն հիմա էլի Փաշինյանը փաստորեն գրգռում է այդ քաղաքացիներին, դրթելով
դրթելով նաև դրսևորել այնպիսի վարքագիծ, որը դե նորմալ չի, եթե հասարակության մեջ ամեն ինչ նորմալ լինել։ Տեսեք, սա տանում է հասարակության մեջ բորբոքվածության ավելացման, սա տանում է մեկը մեկի նկատմամբ հնարավորինս անհանդուրժողականության, ինչը մենք տեսնում ենք օրինակ, ես դրա հետ եմ նաև կապում, օրինակ, որ ինչ որ փոքր առիթի պատճառով մեկ էլ տեսնում ես մի հատ որևիցե երիտասարդին սպանեցին, խմբակային սպանություն եղավ, ծեծկրտուկ եղավ, կրակոցներ եղան եւ այլն, այսինքն այն ներքին ագրեսիան, որը որ մենք հիմա ունենք եւ դա այդ ներքին ագրեսիան զարգացվում է նաև նման գործելավոճով, մարդիկ ինչ են, մենք տեսել ենք ծանր պարտություն 20 թվից, մենք հասկանանք, հա, մենք 20 թվից հետո ունեցել ենք ունենում ենք, շարունակում ենք ունենալ ծանր հոգեկան ինչ-որ հարվածներ հոգեբանական, հա, եւ որը գեներացնում է ագրեսիա, եւ զուգահեռ դու չես ունենում ինչ-որ նպատակ, գաղափար, հետաքրքիր խոսույթ, ընդհանուր, որը որ կշեղի, մարդկանց կհամախմբի, լավ ու բնականա դա բերում է ինչ-որ ագրեսիայի բանին, ավելացմանը, կոսմետիկ որոշ վերանորոգումը բան է, էլ պարտքով վերցրած գումարներով, մեր պետությունը ոչինչ չի գեներացնում հիմա, մենք ներդրումների առումով ինչ-որ շատ վատ վիճակում ենք, գումար չկա, հենց հիմա հարցրեք բոլոր ոլորտներում աշխատող մարդկանց, ծանր շատ տնտեսական վիճակը, երեք ինձ նաև իրավաբանական եւ ուրեմն հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերության ղեկավարներ ասի որ պիտի փակենք, ուրիշ ձև որոշենք, որտեղ նալոգովին եկել է եւ այլն, այսինքն ոչ թե ինչ-որ բարձրացրել են հարկերը, կոպիտ ասած։ Եվ այդ ամբողջ իրավիճակը մի լուսավոր կամ ընդհանրացնող, համախմբող որևիցե լավ իրական գործունեություն գործելավոճ մենք չենք տեսնում։ Ինչու, ասենք, օրինակ Սրբազանի քերականոջ պատմությունը չհամախմբեց, մարդիկ կարող սպասում է են մի քիչ որոշ մարդկանց համախմբի, բայց դու ամեն դեպքում, այսպես ասեմ, Սրբազանի ուրեմն քերականոջ կամ չգիտեմ ում պատմությունը, կաթողիկոսի այդ հարցը, որ հիմա բարձրացնում է բան, դա շատ ավելի քիչ վնաս են տալիս ըստ իս ուրեմն հասարակությանը եւ մարդկանց փոխաքանթ է ենթադրենք երկրի վարչապետի մի օր մի բան ասել, մի օր այլ բան անելը կամ ասենք նման էմոցիոնալ անհասկանալի ոչ հարիր եւ ամոթալի պահվածքը օրինակ ազգային ժողովում։ Դուք որ ամենայն եվրոպական մոդելի պետության կողմնակից։ Այո։ Այսինքն դուք համարում եք, որ արևմուտքը մարդու իրավունքների դրոշակակիր, հա, նու իրենք էլ են այդպես ներկայանում, երևի թե այդպես չի արվում։ Գաղափարապես այո, բայց Ձեզ համար հասկանալի է, որտեղ մենք հիշում ենք, չէ, նախորդ իշխանությունների ժամանակ դեսպանատների ակտիվությունը, հա, եթե որևէ պաշտոնյա սխալ վարքագիծ էր դրսևորում, ինչը վատ չէր, ես չեմ ասում ինչու էին հայտարարություն, բայց հիմա հարցը թե ինչու են լռում, որովհետև պետական բարձրաստիճան պաշտոնյան, այս դեպքում դե ֆակտո առաջին դեմքը Facebook-յան գրառումներով իրավապահներին կառավարում է։ Այս մարդու կարևոր չի ում տուն է ուղարկել, այսինքն թող լինել իրավական գործընթաց, թող գնար, այսինքն ինչու է Նիկոլ Փաշինյանը կառավարում եւ ինչու են լռում այդ մարդիկ, այսինքն այդ դեսպանատները, որոնք անընդհատ խոսում էին մարդու իրավունքների։ Ես վերջերս դες մանրամասները չբացահայտելով մի հանդիպման եղա, որտեղ ավելի շատ արևմտամետ գործիչներ քննարկում էին, որ հնարավոր է քննարկում էր սցենարներից քննարկման մեկը, ուրեմն այսպես բան ասենք, հա Ռուսաստանի հնարավոր ռևանշն է եւ իր ռուսամետ իշխանության վերադարձն է Հայաստանում, ինչին ես իրենց ասացի, որ Ժորժ ջան, դրա մեղքը, եթե նման բան լինի կամ կա, եթե դուք տեսնում եք, պետք է գտնել արևմտամետ կամ եւ արևմուտքի ոչ հետևողականության, անհետևողության եւ մեջ եւ նաեւ երբ որ դու արժեքներ ես տարածում, դու նախ եւ առաջ պետք է այդ արժեքների դավանողը լինես, գրողը լինես եւ հետևողական լինես, որ այդ արժեքները պահպանի եւ նաեւ ձեր ասացի պես, ասենք քննադատես։ Այսինքն, երբ որ դու արժեքային համակարգ ես մտցնում մարդկանց մոտ տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում ես դա տեսնում ենք, չէ՞, դու ուրեմն պետք է երբ որ քո կողմից քո կողմնակիցը նման բան անում, առաջինը գոնե դատապարտես կամ փորձես այդ սխալը ուղղել, հա։
կամ իրեն հուշես, կամ մի հատ մի բան ասես։ Այսինքն այդ աշխատանքը մշտական է։ Երբ որ արևմուտքը նման արժեքներ ասում է եւ չի հետևում, դա արդեն հիասթափեցնում, ասում է, հա, ասենք это сволочь, но это наша сволочь, այդ մի քիչ չի ասում արդեն, էլի, որտեղ դու տասնամյակներ մարդկանց մի բան եք ասել։ Օրինակ, մի հատ էլ sense մի քիչ թեթև շեղվեմ ներքաղաքական այդ թեմայի շուրջ, երբ որ ազգային ժողովի նախագահը հորդորում է նոր նորքի ուրեմն թաղապետին հրաժարական տալ ծեծկրտուկի համար իր կաբինետի մոտ։ Ինքը նախ եւ առաջ պիտի հրաժարական տա թքելու համար, որտեվ ինքը բացի նրանից որ վիրավորել է անձի, որը որ չգիտես ինչու փաստորեն դա քրեական հետապնդման բան չի ըստ գլխավոր դատախազի, բայց ինքը նաեւ ուրեմն ստիպել է երկրի անվտանգության ծառայության աշխատակիցներին դրան մասնակցել, մեղսակից լինել, դա արդեն խորություն է տալիս էլի այդ բանին, այդ քայլին։ Հրաժարական դու ասա, եթե դու հրաժարվում, այսինքն դու պետք է այդ պրինցիպիալ այդ սկզբունքայնությունը քո մեջ նախ եւ առաջ առաջինը պահպանել։ Եթե չես անում, դա հիասթափեցնում է։ Հիմա եթե մեզ արևմուտքը ասում է Ռուսաստանը մենք էլ կարանք համաձայնվենք շատ հարցերով, այս սխալ արեց, այն արեց, չգիտեմ, բոլորը ասենք այն դիկտատուրա սա է անում, նա անում է, դրանից հետո դու գնում եք այդ դիկտատորի ձեռը սեղմում եք, այն պահին, երբ որ նա 120,000 նույն Ալիևին, ասենք ֆոն դեր Լայենը գալիս է, 120,000 դե սոված կոտորվում է մարդ, հայ, գալի ձեռը սեղմում են կամ դրանից հետո մի ամիս հետո ասում են, վայ, դու մեր լավ գործիք են, մարդիկ հասկանում, որ դա սա ուղղակի միջոց է, հետևաբար ավտորիտար եւ դիկտատորական ռեժիմները շատ ավելի ազնիվ են երևում, որտեղ նրանք չեն ասում, որ մենք արժեքներ ենք տարածում, ասում են մենք էս ենք, Շուրջ ջան, այս շատ կարևոր է։ Իրենք էլ իրենց տեսակի մեջ են արժեքներ տարածում։ Ես համաձայն եմ, ուզում ասեմ, այդ շատ կարևոր է։ Պահանջմունք, այսինքն պահանջը դեպի արևմուտք ինչու է մեծ կամ դատապարտումը, որովհետև Ռուսաստանը դիտեք, երբեք մեր երկրի ներքին գործերին չի խառնվել դրոշ դարձնելով մարդու իրավունքները։ Ասում, այ դուք, այս ինչ ընդդիմադրին իրավունքները խախտեցիք, դրա համար մենք միջամտում ենք կամ հայտարարություններ տարածել։ Այլ միջամտման ձևեր ինքը ունի։ Արևմուտքն է սա արել եւ մշտապես այսինքն հայտարարություններ են արվել, չգիտեմ, իշխանությունից տարբեր պահանջներ են ներկայացրել, ասես լավ։ Եթե դուք Ռուսաստանից արժեքային համակարգով տարբերվում եք, իրանք մարդու իրավունքներ չէին հարգում, դուք հարգում եք։ Բա ուր է այդ մարդու իրավունքների հարգումը հիմա։ Հենց այդ ասածս, որը որ ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք պետք է հետ կանգնենք այն լավ մոդելի պետություն ստեղծելուն կամ զարգացնելուն, որը որ մենք տեսնում ենք, դեռ տեսնում ենք միանշանակ եվրոպական երկրների մեծ մասում, բայց այո, այդ մասը պետքա պահանջել եւ նաեւ մենք մեր մեջից պետքա այդ հարցերը բարձրացնենք։ Ես դες կարող եմ ասել, որ մարդիկ կան դե մեր քաղաքացիական ասეთ հասարակության, քաղաքասարակության շրջանում, որոնք որ այդ հարցերը իրականում բարձրացնում են, թեև իրանք եւ իրանք այո արևմտամետ են, իրանք եղել են ժամանակին ԿՊ-ին կից ուրեմն աշխատող մարդիկ, եղել են լրագրողներ, ես իրենց հետ շատ հարցերում համաձայն չեմ միգուցե արտաքին քաղաքականության հետ, բայց այդ մարդիկ միշտ այդ սկզբունքը պահպանել, այդ գիծը մենք պետք է պահպանենք, այո։ Ես մի ասել կարող եմ առանձնացնել Նինային Կարապետյանց, ուրիշ մարդ Աբրահամյան տիկնոջ Գայանեն, այո, օրինակ, մարդիկ կան, որոնք որ իրենց սկզբունքայնությամբ մեր Իզաբելլա Աբգարյանը օրինակ շատ սկզբունքային մարդ է, անկախ ամեն ինչից։ Այն ով ուզում է լինի, ես էլ լինեմ, կապ չունի, ճշտապա ինքը իր սկզբունքի համար պայքարող է, ու տենց մարդիկ կան, ու եւ այդ մարդկանց վրա մենք պետք է մեր երկրի ներսում, այո, նկատի ունենանք իրենց կարծիքը, եւ դա պետքա լինի անկախ նրանից, նորից եմ ասում, մենք շատ տարբեր կարող ենք մտածելակերպ ունենանք տարբեր հարցերի շուրջ, բայց սկզբունքային մարդը կարևոր է նաեւ նոր սերունդներ դաստիարակելու հարցում։ Իսկ մեր քաղաքական իշխանությունը եւ կներեք նաեւ շատ անգամ նաեւ ընդդիմությունը սկզբունքայնություն շատ չեմ տեսնում։ Շատ լավ, հիմա գանք քաղաքապետարան, ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքացիական պայմանագրի կոռուպցիոն պատմություններով, կոռուպցիայով զբաղվող պաշտոնյաների 90%-ը բերել են Երևանի քաղաքապետարան։ Գոնե իրավապահների գործողություններն են դա ուշ հիմա։ Չնայած ես վստահ եմ,
կոռուպցիոն բազմաթիվ այլ պատմություններ կան եւ դրանց մասին կան նաեւ հրապարակումներ մամուլի տասնյակ հարյուրավոր հետաքննական նախարարների, ազգային ժողովի ղեկավարության, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված տարբեր դրվագներ, որոնք պիտի դիտարկվեին, առնվազն պիտի ուսումնասիրվեին, հակակոռուպցիոն գործունեություն ծավալող կառույցների կողմից։ Ինչու է Երևանի քաղաքապետարանը այս ամեն ինչը մի կողմ է դրվում եւ շատ ակտիվորեն, ես չեմ ասում վատ է, որ եթե մարդիկ կոռուպցիայով զբաղվում են, իհարկե պիտի պատասխանատվության ենթարկվեն, բայց տպավորություն է, որ ինչ-որ ընտրողաբար մոտեցում կա, այսինքն Տիգրան Ավինյանի շուրջ գտնվողների կոռուպցիան հայտնվում է իրավապահների թիրախում, Նիկոլ Փաշինյանի շուրջ գտնվողներինը ոչ։ Սա ինչի հետ կապված։ Ես իրանց ներքին այդ խոհանոցից տեղեկատված չեմ, ինձ թվում է, որ այստեղ ուղղակի աշխատում է ավելի հնչեղ, ավելի, այսպես ասած, ավելի շատ մարդկանց վերաբերվող ինչ որ վերաբերվի ավելի շատ մարդու սկզբունքը եւ նաեւ միգուցե սեփական թիմի սեփական անդամներին ուրեմն կամ իրենց թիմի կարկառող ներկայացուցիչների ընկերներին բարեկամներին ավելի քիչ կպնելու դրա հետ զուգահեռ հնչեղ ինչ որ գործեր անելու մասով, եթե քաղաքապետարանից են խոսում, ես չեմ ուզում, ես իրոք բան չունեմ էլի անձնական թիրախավորման որից է խնդիր չունեմ, բայց կա շին բարեկարգման նախկին պետ, որի օրոք որևիցե աշխատանք լավ որակով չի հանձնվել։ Այդ մարդը հիմա աշխատում է ազգային ժողովում։ Այսինքն եթե տես բան կա, եկեք ուսումնասիրեք։ Հիմա օրինակ քննիչ հանձնաժողով են առաջարկել ստեղծել ուսումնասիրելու համար բաների, մանկապարտեզների եւ դպրոցների շենքերի օտարման։ Բայց դա կարծեք էլի Փաշինյանի կից ինչ որ համույթ է։ Մենք ասում ենք, որ ինչու եք դուք հենց այդ կոնկրետ տարեթվերով, մենք տարեթվերը առաջարկել ենք ընդլայնել, նաեւ ընդլայնել ուրեմն այդ դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության հետ կապված եւ վերանորոգման հետ կապված թերի աշխատանքների ընդունման հարցը ուսումնասիրենք կամ չընդունման, բայց որոնք որ արվել են ու տարիներով մենք մանկապարտեզներն էին նայում, ինչքան մանկապարտեզ.երևան.am կայքում, որքան մանկապարտեզ կա աշխատող, որքան երեխա կա հաճախող կոնկրետ մանկապարտեզում եւ որքան երեխա է հերթագրված նույն այդ մանկապարտեզում 50%-ից ավել է միջին ասած, այսինքն 17000 երեխա սպասում է խայտարակություն է դա։ Հիմա մի քանի մանկապարտեզ կա, որ վերանորոգման պատճառով չի բացել։ Ինչու դրա մասին չխոսանք։ Եթե դուք վստահ եք, որ 45 նոր մանկապարտեզ եք ստեղծել, իհարկե լավ է, այդ էլ կխոսանք։ Օբյեկտիվ, եկեք չքաղաքականացնենք այդ քննիչ հանձնաժողովի, որը լավ երևույթ է իրականում, եկեք սրանից հետո այսուհետև հետևողապես բոլոր ֆրակցիաներով նախաձեռնենք տարբեր քննիչ հանձնաժողովների աշխատանք, լուսաբանենք դա, բայց օբյեկտիվորեն։ Մենք նաև առաջարկում ենք օրինակ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում ներառել ուրեմն այգիները հանրային ինչպես օտարվեցին մեջներից ինչ-որ տարածքներ սեփակրոր կամ երկարաժամկետ վարձակալությամբ տրվեցին, ինչու այդ հարցը չուսումնասիրեք, ասում են ժամանակ չկա, չէ, կա եղբայր, կա։ Եկեք օբյեկտիվ անենք, մեզ մի դարձրեք ոչ ընդդիմությունը այլ թևերը, ոչ իշխանությունը կամ նախկին ներկա ինչ-որ բան անհասկանալի ինձ համար քաղաքական բանավեճի ուրեմն բան, հա, գործիք։ Եկեք, եթե բան եք ուզում, Ժորժ ջան, ուրեմն մենք պետք է ամբողջը բացահայտենք, օբյեկտիվորեն քննարկենք, դրա հիման վրա գնանք առաջ ու արդեն մեր նոր ծերունդն էլ, մեզանից հետո եկածած ծերունդներն էլ, արդեն այդ երեխեքն էլ մարդիկ հասկանան, որ օքեյ, էս լավ չի, էս что такое хорошо, что такое плохо։ Սենց դո գնում ենք ավելի լավ ենք կառավարում, բայց պետք է չի ամեն ինչը քաղաքականացնել, որ նեղ հիմա ԿՊ-ն հենց դա է անում։ Ես ենթադրում եմ, որ դա ինչ որ սցենար է, լավ է, որ բացահայտվում է, շատ լավ է, բայց այո, հիմա որ շատ տարբեր մարդկանց նայենք, որոնք որ պետական կառավարման գործում հիմա ներգրաված են մի քանի տարի է, ոնց շրջվում ես, ինչ որ լուրջ ֆինանսական հոսքեր է դեպի իրանց անձնական, հա, տիրույթ եկել։ Հասնենք նրան, որ Երևանի ավականում իշխանությունների համար այսպես դուստր ձեռնարկության դեր տանող հանրապետություն կուսակցություն, բացում արդեն համապետական մակարդակով բաները օգուտներ է ստանում։ Արամ Զավենի Սարգսյանի որդու ընկերությունը Կլինկերի
Ներկրման հետ կապված հարկային արտոնություն է ստացել։ Տեսեք, մենք գիտեք, բայց օրինակ Հանրապետության կուսակցության երբ որ մի շատ բան հարգված տիկնոջը ասում են, բայց չէ որ դուք համագործակցում եք, ասում են, չէ, մենք միայն քաղաքում ենք, մենք իրանց հետ համագործակցություն, դա նմանվում է, ես շատ ներողություն եմ խնդրում, դա սխալ է։ Դա ես ասացի, այդ կինը շատ նեղվեց, ասում է, բայց դաշնակցությունները միշտ ասում են, մենք կառավարության մեջ չենք, բայց որ կառավարության մեջ նայում ես, կան մեջ։ Այսինքն նման պահի տակ եւ կան օգտվում են այդ բաներից եւ բայց պատասխանատվություն չեն ուզում կիսել, դա անընդունելի է ինձ համար։ Եթե դու քաղաքական ուժ ես եւ գնացել ես կոալիցիա թեկուզ Երևանի մակարդակով, ուրեմն բարի եղի պատասխանատվության քո մասը վերցրա, իսկ Երևանում պատասխանատվության մասը շատ մեծ է Հանրապետության կուսակցության, բոլոր որոշումները լավ, վատ ընդունվում են իրանց միջոցով, հետեւաբար իրանք պատասխանատու են բոլոր ձախողումների համար Երևանի եւ առհասարակ նման մոտեցման ուժեր պետքա բացառվեն այս քաղաքական դաշտից իրականում հուսում եմ 2026 թվին նման իրավիճակ կստեղծվի։ Գուշակում եք որ հարցս 26 թվականի մասին ելնելու թեման բացեցիք, դուք չնայած ազգային առաջընթաց խմբակցության ղեկավարն եք, բայց ներկայացնում եք նոր ուժ կուսակցությունը Հայկ Մանուկյանի եւ ձեր ընկերների կողմից հիմնադրված։ Ինչպես եք պատկերացնում մասնակցությունը այդ ընտրություններին։ Մենք կգնանք ազգային ժողով, նոր ուժ կուսակցությունը կլինի ազգային ժողովի ուրեմն ընտրություններին կմասնակցի, հստակ ցուցակով ներգրաված կլինի, ով չի լինի, չգիտեմ, քննարկենք, բայց արդեն իհարկե ակտիվություն պետք է անել, պետք է մասնակցել, ես նաև մեր քաղաքացիներին կհորդորեմ, որ շատ ուշադիր հետևեն այն նոր ուժերին եւ նոր ուժին եւ նոր այլ ուժերին ընդդիմադիր հատկապես, որոնք որ ի հայտ կգան այդ ընտրություններից առաջ, որովհետեւ մեզ իրոք պետքա ուրեմն ալտերնատիվ մոտեցումներ, նոր դեմքեր, նոր մարդիկ, որոնք որ նաեւ պետքա ուսումնասիրել այդ մարդկանց անցած ճանապարհը, նախկին, ներկա նախկին եւ կարծում եմ նաեւ փոխհամաձայնեցված եւ փոխկապակցված այս պայքարը, որը որ կարծես թե զրոյացնում է նոր ալտերնատիվ ուժերի ի հայտ գալը մեր քաղաքական դաշտում, մի քիչ սխալ ուղի է ըստ իս, դա համար քաղաքացիներին խորհուրդ կտայի անպայման ուսումնասիրել նոր մարդկանց, որոնք որ կլինեն, շատ մարդիկ ինձ թվում է կմասնակցի, ճիշտ տրամաբանել, հետևել այդ մարդկանց անցած քաղաքական ուղուն, պայքարին կամ գործնեությանը նաև ոչ քաղաքական եւ ըստ այդմ կողմնորոշվել դեպի ուրեմն ընտրությունների ժամանակ, բայց ամենակարևորը ում ուզում են ընտրել, բայց դա շատ կարևոր է, որ մասնակցեն։ Երևանի վերջին ավականու վերջին ընտրությունները, երբ որ 20 քանի տոկոս եկան եւ ձևավորվեց այն ինչ որ ձևավորվեց, իրական ինչ ձևավորվեց։ Հասկանում եք, եթե սա ձևավորվեր, ասենք թե 60 կամ 55% ուրեմն մասնակցության հետևանքով, բոլորը նաեւ իշխանությունները ավելի հանգիստ կլինեին, ավելի պարզ կլիներ, էսա եղբայր, սո ստացել ենք, էսա։ Մարդիկ ընտրել են։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ չեն եկել եւ չեն ընտրել, եւ դա ամբողջապես խաթարում է քաղաքական գործընթացը, նաեւ ենթագիտակցության մակարդակով, որտեղ դու գիտես, որ մարդիկ գործ են անում լավ չեն, ու գիտես, որ իրականում որ վերցնես իրանց 9%-ն է ընտրողների ընտրել, միևնույն ժամանակ քեզ էլ այդքան շատ մարդ չի ընտրել, որտեղ շատ քիչ մարդ է մասնակցել, ասես ինչ որ ընտրվել ենք, բայց գործընթաց չկա, լուրջ քաղաքական բան չի, դա քաղաքական գործընթացները կլրջանա, երբ որ քաղաքացիները, որին շատ խնդրում եմ անպայման մասնակցեն ընտրությունների, որտեղ իրանց քվեով արդեն ամեն ինչ պարզ դառնում, գոնե 55-60% մասնակցություն պետքա լինի, որ մեր քաղաքական դաշտը սենց կայանա։ Տեղի ունեցավ Գյումրիում 55%-ից ավելին մասնակցեց ու անգամ իշխանություններ ստիպված եղան։ Լավ է, վատ է, բայց Գյումրին լավի մասին չի խոսքը։ Այո, Գյումրին հիմա մի իրավիճակում է, դե թող մի հատ հիմիկվա քաղաքապետը վատ աշխատի։ Մի հատ թող փորձի, կամ թող ուրիշ մի համայնքում, որտեղ թեկուզ ԿՊԱ-ն է ընտրվել, բայց տենց ուժեղ ընդդիմադիր բան ունի, ինքը միանշանակ չի իր դիրքերը վատ աշխատի։ Իսկ մեզ մոտ ուղղակի այնպես է ստեղծվել, որ ստացելի ԿՊ եւ
ընկերություն, այսպես ասած, այդ միավորման մասով ստեղծվել է մի Պլյուս ընդհանրապես քաղաքական պատասխանատվություն Զրո, չունեցող մեկ երկու եւ հավաքանի ով էլ ընտրել է այս մարդկանց, նաև հանրային ձայնը, որ օժանդակել է, օժանդակում է եւ ի վերջո հանրային ձայնի ըստիս իրանք ինչ-որ դրական բաներ փորձում են անեն, բայց գլոբալը որ նայում ես ընդհանուր, հա, վերջում բանը էլի կներեք, էլի բան առևտրի խոսակցությունն է իրաց միջև իշխանության եւ հանրային ձայնի դե բանն էլ իշխանության հետ Դե Նիկոլ Փաշինյանն չէ, անգամ արտաքին քաղաքականությունը ներկայացնում է առևտրի տրամաբանությամբ։ Թուրքերը կգան առևտուր կանեն։ Հա, բայց մեր Դա ոնց որ այդ առևտուրը իրանց մոտ լավ է ստացվում։ Ուրեմն պետությունները ուժեղ են, երբ որ դու արտադրում ես, երբ որ դու կարողանում ես քո արտադրանքը արտերկրում վաճառել, կարողանում ես արտահանել, մեր մոտ եւ արտահանման եւ ինչը շատ մտահոգիչ է նաեւ ներմուծման բաներն են, ցուցանիշներն են ընկնում, իսկ դա նշանակում է որ փող չկա, փող չի շրջանառվում, իսկ երբ որ փող չի շրջանառվում, ամբողջը կանգնում է։ Էկոնոմիկան աշխատում է, երբ որ թանկ է կամ թանկել չի, երբ որ փող կա, շրջանառություն կա։ Տնտեսական մասով մեր իշխանությունները ես չեմ պատկերացնում ինչով են զբաղված։ Բացարձակ չգիտեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Թորոսյան, առաջիկայում երբ հնարավորություն կլինեք ավելի պարզ ասել 26-ին ինչ պատկերով եք մասնակցել, Սիրով, շուտով արդեն գործընթացները կսկսեն բոլորի կողմից։ Եթե բոլոր ուժերն դրան են պատրաստվում, այնպես որ տեսանելի կլինի։ Շնորհակալ եմ։ Ես շեշտում դրուցում եի ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար, Երևանի ավագ խմբակցության ղեկավար եւ Նոր ուժ կուսակցության ներկայացուցիչ Արամ Թորոսյանը, տեսություն կհանդիպենք։